Բարև ձեզ, Վանաձայնի եթերում Հայաց Երևանից հաղորդաշարն է, ես Վահագն Զաքարյանը։ Բարեկամներ, այսօր մենք գտնվում ենք Կապանում եւ մեր հայտագիրը բավականին հետաքրքիր ուղղվածություն ունի այսօր, քանի որ մշտապես մենք ներկայացնում ենք երևանյան իրադարձություններն ու երևանյան մշակութային կյանքն, այսօր անդրադառնալու ենք Կապանին։ Եվ իմ զրուցակիցն է Կապանի դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը։ Ու քանի որ գտնվում ենք Կապանի դրամատիկական թատրոնում, պետք է ներկայացնենք թատրոնի այսօրվա գործունեության ընթացքը։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, որ այսօր ձեր թատրոնում ենք եւ հնարավորություն ունենք անդրադառնալու այս հեղինակավոր թատրոնի այսօրվա գործունեությանը, սակայն այստեղով անցել են մարդիկ, ովքեր հետագայում ստեղծեցին ընդհանրապես հայկական թատերական արվեստի աստղաբույլը դարձան։ Այսօր նաև որոշակի պարտավորություն կա շարունակել այդ անձանց, այդ արվեստակիր անձանց գործը։ Որքանով է Կապանի թատրոնն այսօր այդ պարտավորությունը զգում։ Պարտավորությունը լիարժեք ենք զգում մենք դրա, բայց չեմ կարծում, որ մոտակա ժամանակներում առհասարակ Հայաստանի որևէ թատրոն այդ նույն ընթացքը կապահովի, ինչ որ ժամանակին ձեր նշած մեծերը, մենք դեռ շատ աշխատանքներ ունենք տանելու տարիներով, որպեսզի ունենանք էլի նմանատիպ աստղաբույլ, ունենանք նման վերաբերմունք թատրոնին առհասարակ, շատ բան պիտի փոխվի դեռ։ Խոսենք նաև այսօրվա ներկայացումների, այսօրվա խաղացանկի մասին։ Ինչն է այսօր Կապանի դրամատիկական թատրոնի ստեղծագործական խմբի հետաքրքրության շրջանակը։ Ինչ շրջանակում է ներկայանում։ Նախ մենք ավելի հակված ենք հաճախ բեմադրել մեր հայկական գործերը, նաև դասական, նաև ժամանակակից, ունենք ամեն ինչ ունենք ֆրանսիական, իտալական, ռուսական դրամատուրգիա, բայց հիմնականում մեզ մոտ հայկականն է եւ նաև հեղինակային։ Մանկականները գրեթե բոլորը հեղինակային են, երաժշտական են, երաժշտության թեքումը այստեղ արդեն ավելի շատ է, որովհետև ես ինքս երաժշտություն շատ եմ սիրում, քանի որ մենք ունենք նաև այստեղ թատրոնը ունի հրաշալի երաժշտախումբ, մենք մեր ներկայացումները հիմնականում ձգտում ենք ստեղծել մեր սեփական երաժշտություններով, այսինքն ամեն ներկայացում, գրեթե բոլոր ներկայացումները ունեն իրենց հեղինակային երաժշտությունները եւ փորձել ենք մի քիչ ուղղվածությունը տանք դեպի այդ կողմը։ Հասկանալի է։ Իմ պատկերացմամբ ձեր թատրոնի պարտավորությունները շատ ավելին են, քան մնացյալ այլ քաղաքների, քանի որ հեռու է մայրաքաղաքից, օրինակ Աբովյանի Էջմիածնի այլ քաղաքների դեպքում հեշտ է գալ մայրաքաղաք վերադառնալ, սակայն Կապանի դեպքում թատրոնի վրա են նաև այդ մշակութային սնունդը, մշակութային այդ իրադարձությունների կիզակետում լինելու գործը ապահովելը եւ ամբողջապես գրեթե թատրոնն է այդ իրականացնում այդ գործը։ Այսինքն եւ փոքր տարիքի հանդիսատեսի համար եւ մեծ տարիքի, ինչու՞ չէ նաեւ հյուրերի համար թատրոնի պարտավորություններն այս դեպքում շատ ավելի մեծ են։ Իհարկե, բարդ է գտնվելով Երևանից այսքան հեռավորության վրա, մենք ինչ խոսք, ինչ որ հարցերում շատ ենք դժվարանում եւ կադրային առումով եւ աշխատանքների առհասարակ, բայց կարծում եմ հենց դա էլ երևի թե մեզ մղում է, որպեսզի մենք ավելի արագ զարգանանք, սովորականից ավելի արագ առաջ ընթանանք, որովհետև երբեմն պատահում են դեպքեր նաև, որ մենք չենք հասցնում, օրինակ մայրաքաղաքային շարժերի հետևից, ստիպված ենք լինում կրկնակի եռակի աշխատել, բայց կարծում եմ մեզ մոտ այս պահին ստացվում է, դեռ ունենք խնդիրներ հանդիսատեսի առումով, որպեսզի ավելի լայն հանդիսատեսի քանակ ապահովվի, նաև որակ հասկանանք ինչ է նախնդիրը, ընթացիկ աշխատանքներ է, որ ինչ որ մի իրադարձության հետևանքով մի բան ավելի վատ է ստացվում, մի բան ավելի լավ է ստացվում, դե աշխատում ենք կենդանի օրգանիզմը, ամեն դեպքում մենք պատասխանատվությունը մեզ վրա զգում ենք, մենք ինչքան բան ունենք անելու եւ ինչը մեզնից կախված, դա փառք Աստծո ամբողջ կազմը դա զգում է։ Հույս ունեմ որևէ հարցում հուսախաբ չենք անի ոչ մեր քաղաքացիներին, ոչ հյուրերին, ոչ փոքրերին, ոչ մեծերին։ Հասկանալի է, եւ հանդիսատես թատրոն կապը ինչպես է ձևավորվում խաղացանկը նաև
հանդիսատեսի կարծիքը որքանով է կարևոր նաև լինում է, որ առաջարկեն, ինչու՞ չէ, նաև խաղացանկային ներկայացումներում ունենալ այս գործը կամ, չգիտեմ, դուք ինքներդ որոշակիորեն նաև իրենց կարծիքը հարցնեք։ Չէ, տեսեք, իհարկե հանդիսատեսի կարծիքը շատ կարևոր է, մենք սիրում ենք լսել, ամեն դեպքում թատրոնի մարդը սիրում է, երբ որ իր մասին խոսում են, էական չի։ Բայց մենք մեր ծրագրերը ունենք, մենք մեր գծած գիծը ունենք, մենք ի սկզբանե գիտենք օրինակ այս տարի ինչ ենք անելու, ինչ ուղղվածության ներկայացումներ ա լինելու, քանի մանկական ա լինելու, ինչ տարիքի մասին ա խոսքը լինելու, ներկայացումներ եւ ռեպերտուարի հարցում մենք կարծում եմ, որ իրավունք ունենք հաշվի չառնելու հանդիսատեսի պահանջը, որովհետև հանդիսատեսը միշտ չի, որ օբյեկտիվ է, իրանց գուցե հանդիսատեսի մի մեծ մասին դուր գա օրինակ, ինչ իմանամ, ինչ-որ ծիծաղելու մեյմունության աստիճան ինչ-որ բան, բայց մի կարևոր մաս կա, որը արվեստից հասկանում է, ով որ մշակույթը հասկանում է, մենք չենք կարող հանդիսատեսի ցանկությունների հետևից գնալ եւ իրանց ուզածով անել ինչ-որ մի հատ տենց վատ չի լինի այդպես, ամենեւ կարծում եմ որևէ թատրոն այդ ուղղությամբ չի գնում, որովհետեւ թատրոնները ինքնուրույն որոշում են ու դա երևի թե ճիշտ ճանապարհն է։ Ստեղծագործական խմբի հետ կապված հարցերը այնուամենայնիվ մայրաքաղաքից հեռու է եւ շատ դեպքերում այս ուղղությունը այնքան էլ հետաքրքիր չի լինում երիտասարդներին որպես մասնագիտության ընտրություն, ձեր դեպքում ինչպես է։ Տեսեք, երիտասարդներին գուցե այդքան էլ չի հետաքրքրի, բայց հասուն մարդիկ շատ են, ովքեր որ հետաքրքրված են Կապանի թատրոնով, դերասաններ, ռեժիսորներ, երիտասարդներ էլ օրինակ այս վերջին շրջանում բավականին շատ մեծ է կապը, գուցե սկզբից մի քիչ դժվար է եղել համոզել մանավանդ հայտնի դեպքերից հետո մի քիչ կապան գալը մարդկանց մեջ որոշակի վախ է առաջացրել եւ այլն, բայց վերջի էս արդեն շրջանում պակաս գրեթե չկա, այսինքն մենք եթե մեզ պետք է երիտասարդ դերասան, որը դե ամեն դեպքում թատրոնը մեր փոքր է, ամեն ինչ չէ որ կարող ենք մենք հենց մեր ուժերով բեմադրել, երբեմն ստիպված ենք լինում Երևանից հրավիրել կամ Վանաձորից օրինակ կամ ռեժիսոր կամ դերասան, էական չի։ Փառք Աստծո հիմա այդ խնդիրը չկա, մարդիկ սիրով գալիս են, հույս ունեմ մենք այդ մարդկանց կարողանում ենք նորմալ դիմավորել, նորմալ այստեղ իրանց հյուրընկալել եւ ճանապարհել, հույս ունեմ որևէ մեկը դեռ չի փոշմանել իր այցի համար։ Պարզ է, եւ քանի որ մենք այսօր գտնվում ենք ձեր թատրոնում եւ մեր հայտագրի, այսօրվա հայտագրի շրջանակը անդրադառնում է ձեր թատրոնի գործունեությանը, պետք է այս պահին ընդմիջենք մեր զրույցը, դիտենք ներկայացումներից կարճ հատված եւ շարունակենք զրույցը, բարեկամներ հիշեցնեմ, որ Հայացք Երևանից հաղորդաշարում այսօր իմ զրուցակիցն է Կապանի դրամատիկական Պրոդյուսերից փոխանցիր, որ ռաբիս ծնունդը դա կորպորատիվ չէ։ Չես լսում։ Դրանք երևի իրար ժշտությունից էլ բան չեն հասկանում։ Նրանց միայն հարկավոր է, որ ասեն կոդան եղել է իրենց միջոցառմանը։ Նա! Բարեկամներ, շարունակվում է Հայացք Երևանից հաղորդաշարը, այսօր մենք գտնվում ենք Կապանում, դիտեցինք հատված Կապանի դրամատիկական թատրոնի ներկայացումներից եւ շարունակում եմ զրույցը թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանի հետ։ Եվ քանի որ այս տարի ձեր թատրոնը գտնվում էր հայկական թատերասեր հասարակության հայաստանյան, ինչու՞ չէ նաև համահայկական շրջանակի ուշադրության կենտրոնում հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտավազդը իրականացվեց Կապանում, բնականաբար ձեր թատրոնը ակտիվ մասնակցություն ունեցավ ինչպես կազմակերպչական, այնպես էլ մնացյալ առումներով։ Ինչպես գնահատենք այս փաստը, թատերական աշխարհը Կապանում էր եւ Կապանը դարձավ գլխավոր թատերական կենտրոնն այս տարվա։ Նախ
Առիթից օգտվելով ես կուզենամ շնորհակալություն հայտնեմ այն բոլոր թատրոններին, ովքեր որ եկել էին Կապան, իրականում դա բարդ ճանապարհ է, ունեինք թատրոններից մոտավորապես մի 160 հոգի հյուր, գուցե ինչ-որ մեկը մի քիչ դժգոհ էր, մեկը մի քիչ գոհ էր, դեռ ինձ նման դեպքեր հայտնի չեն, բայց ամեն դեպքում մարդիկ երկար ճանապարհ կտրեցին, 2 օր անցկացրեցին մեզ հետ, հարգեցին մեր ցանկությունները եւ մեր թատրոնի 90-ամյակի հետ կապված միջոցառումներին մասնակցեցին։ Ես շատ շնորհակալ եմ բոլորից։ Արտավազդին նախորդեց մեր հիմնած փառատոնը, որը Հայաստանում առաջինը եւ դեռևս միակն է, կամերայի ներկայացումների փառատոնը, որին էլի մասնակցեցին թատրոնները եւ շատ հետաքրքիր շաբաթ ունեցանք, հույս ունեմ փառատոնը կդառնա ամենամյա փառատոն, որովհետեւ ինքը Կապանում շատ բան փոխեց, նախ դա աննախադեպ էր այս տեսակ միջոցառումները, հանդիսատեսի մասին չեմ կարող ասեմ, դա բառերով նկարագրելու չէր, թե մենք ինչեր էինք ստանում, ինչ էներգետիկա էր, երբ որ մեզ հետ շփվում էին, դա ամեն ինչ արժի։ Ես շատ շնորհակալ եմ բոլոր թատրոններին, ովքեր մասնակցեցին փառատոնին, շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր որ եկան Արտավազդի մրցանակաբաշխությանը, շնորհակալ եմ Թատերական գործիչների միությանը, մեր մարզպետարանին, որովհետև ամբողջությամբ այսպես եռակողմ ֆինանսավորումը արեց մեր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ու 3 կողմով 3 գծով աշխատվել է մարզպետարան, Թատերական գործիչների միություն եւ Կապանի թատրոն, շատ լուրջ աշխատանք է տարվել, հույս ունեմ որևէ բան բաց չենք թողել եւ հույս ունեմ, որ ամեն ինչ անցել է լավ, գոնե լավ։ Եվ հույս ունենանք, որ առաջին անգամ էր, սակայն պարբերաբար կկազմակերպվի եւ այս առաջին անգամով չենք ավարտի պարզապես, այլ պարբերաբար կլինի։ Եթե խոսքը Արտավազդ մրցանակաբաշխության մասին է, կարծում եմ մենք լավ օրինակ ծառայեցինք, ընդհանուր նպատակը, երբ որ մենք շփվում էինք Թատերական գործիչների միության հետ, այստեղ բերելու, բացի այն, որ դա մեր 90-ամյակը ավելի նշանավորելու քայլ էր, առաջնային նպատակը հետևյալն էր, որ մրցանակաբաշխությունը այլ մարզեր ուզենան տանեն իրենց մարզեր, այսինքն այլ քաղաքներում լինի, միայն Երևանում չլինի։ Մենք արեցինք առաջին քայլը։ Հիմա կարծում եմ դա լավագույն տարբերակն է, երբ որ այդ մրցանակաբաշխությունը մյուս տարի այլ քաղաքում տեղի ունենա, մյուս տարի այլ քաղաքում տեղ, այսինքն մենք բոլորս էլի հավաքվենք, գնանք այլ քաղաք, այլ մարզ եւ ամբողջ այդ նույն բանը ինչ տեղի ունեցավ Կապանում այդ մթնոլորտը, դա նախ անբացատրելի էր, դա հրաշալի բան էր, երբ որ այդպես մի մոտ 200 հոգի այդ ասպարեզի մարդիկ քաղաքում են եւ քաղաքը ինքը լրիվ այլ տեմպով է ապրում այդ մի քանի օրը, դա շատ հրաշալի բան է, կարծում եմ մարզերը, համայնքները ինչ-որ բան կնախաձեռնեն դեպի իրենց ձգելու համար, դա շատ կարևոր բան է։ Հասկանալի է, տարեկան քանի առաջնախաղ եք ունենում։ Դա մեզ մոտ մի քիչ հարաբերական է, մենք ունենում ենք 6, 10, 11, չեմ կարող ասել, տեսեք, քանի որ թատրոնը փոքր է, քաղաքը ինքը փոքր է, ներկայացումները արագ սպառվում են, այսինքն ամեն ներկայացում չի, որ ինքը շատ տենց լավ երկար կյանք է ունենում եւ մենք ստիպված ենք լինում մանավանդ մանկական ներկայացումները շատ ավելի հաճախ ունենալ նոր ներկայացումներ, քանի որ այլ տարբերակ չկա, քաղաքը փոքր է, ոչ մի ձև չենք կարող մնացածի նման ասենք 4 կամ 5 պրեմիերաներով սահմանափակել, դա բացառվում է այստեղ։ Հետևաբար ստիպված ենք լինում 3 ամսվա մեջ տալ 7 պրեմիերա, բաժանվել թիմերի այլ տեղերում փորձեր անել, քանի որ շենքը այդքան բավարար չի, խնդրել ընկերների ռեժիսոր եւ այլ դերասաններ գալ,
տարբեր կառույցներում փորձեր անել եւ ստեղ պրեմիերաները արդեն սկսել ու ռեպերտուարը կազմել։ Բարդ է, բայց մենք հաճույքով ենք անում, մեր կազմը հաճույք է ստանում, ես էլ իրանց չարչարվելուց եմ հաճույք ստանում, ամեն դեպքում չթաքցնեմ, ես դա շատ եմ սիրում, բայց կարծում եմ դեռ էլի ավելացնելու տեղ ունենք, աճելու տեղ շատ կա այդ առումով։ Հասկանալի եւ բնականաբար նաեւ հարևան քաղաքներն են ձեր ներկայացումները դիտելու նպատակով հարևան քաղաքների բնակիչներն են գալիս, քանի որ հնարավոր է կազմակերպել նաեւ ի վերջո միայն Կապանի համար չէ Կապանի թատրոնը։ Եվ բնականաբար մենք երբեք մեզ այդպեսին չենք էլ ընկալել միայն Կապանինը, մենք սպասարկում ենք նաեւ կողքի քաղաքները գալիս են, մենք ենք գնում, դա նորմալ է, որովհետեւ եթե մենք մեզ տվել ենք թատրոնին, մենք պիտի գիտակցենք, որ մեզ վրա շատ մեծ պատասխանատվություն կա գոնե մեզ մոտ գտնվող քաղաքների, գոնե երեխաների հանդեպ։ Այսինքն մեծերը երեկոյան ներկայացումներին իրենք դեռ կարողանում են գալ, օրինակ Քաջարանից մենք գրեթե համարյա բոլոր ներկայացումներին ունենում ենք 30-40% օրինակ Քաջարանից եկած հանդիսատես։ Երեկոյան ներկայացումների մասին է խոսք, իսկ մանկականները դե քանի որ երեխեքի հետ դժվար է այդքան գալ, մենք երբեմն կամ չէ ավելի հաճախ կազմակերպում ենք հենց այնտեղ, որ գնանք երեխաները շատ չչարչարվեն, գան իրենց քաղաքում, իրենց դահլիճներում նայեն ներկայացումները։ Բնականաբար գիտակցում ենք այդ հանգամանքը։ Սյունյաց լեռները հերոսական պատմություն ունեն եւ բնականաբար թատրոնն էլ չի կարող այդ նյութից հեռու մնալ, որքանով է նաեւ այդ պատմությունը մաս դառնում թատերական կյանքում։ Գրեթե ամբողջությամբ մենք չենք կարող, դա այնպիսի բան է, որ դժվար ես հիմա այդ հարցին պատասխանեմ, դա ուղղակի մենք տենց ապրում ենք, դա մեր մի մասն է, մեր հիվանդության նման մի բան է, ես չեմ կարող հստակ ինչ-որ պատասխան ասել, դա մերն է, էլի։ Եվ մեր զրույցի ավարտին անպայման ուզում եմ նաև անդրադարձ ունենանք երաժշտական գործունեության ձեր թևին, քանի որ նաև ռոքը կարևոր մաս է կազմում անձնապես ձեր գործունեության մեջ։ Ընդհանրապես Կապանը երաժշտասեր է նաև, հատուկ հետաքրքրություն կա երաժշտական տարբեր ուղղություններով եւ հատկապես ռոքի նկատմամբ։ Ես ինքս սիրում եմ ծանր երաժշտություն, ես ունեմ խումբ եւ ինձ համար, որտեղ որ ես թաքուն երգում եմ, այնց շատ տենց հրապարակային չի եւ ունենք խումբ, որոնց հետ այլ մի քիչ երաժշտություն ենք անում եւ առհասարակ ինչ որ գրեթե ամեն ձև ներգրաված եմ մի քանի տարբեր խմբերի մեջ։ Ես չգիտեմ ինչ ասեմ, շատ եմ սիրում երաժշտությունը եւ ձգտում եմ այստեղ մի քիչ օգնել, որ զարգանա այդ ուղղությունը, կենթանի երաժշտության, մի քիչ ավելի երկաթային երաժշտության, մի քիչ ես ինքս իմ համոզմունքների համաձայն, սկզբունքների համաձայն ուզում եմ մի քիչ ռեստորանային այդ բաները այստեղ նվազեցնել եւ բերել այլ երաժշտություն։ Չգիտեմ դա կստացվի մի օր թե չէ, բայց ես իմ ճանապարհը դրա մեջ եմ տեսնում։ Հասկանալի է։ Մեր զրույցի ավարտին լսելու ենք այդ կատարումներից մեկը, որը որ Կապանի ծնունդ է, այդպիսի մի կատարում կլսենք եւ մինչ կավարտենք մեր զրույցը, քանի որ մեզ լսում են մեր հայրենակիցները Մերձավոր Արևելքի երկրներում եւ հատկապես Լիբանանում, հրավիրենք նաեւ նրանց Հայաստան գալու դեպքում նաև անպայման գան Կապան, քանի որ հիմա իսկապես տարբեր ձևերով ավելի դյուրին է դարձել Կապան հասնելը, ինքնաթիռային ճանապարհը կա, օդային ճանապարհով, ինչու՞ չէ, նաև կարելի է ամառվա ամիսներին գալ Կապան, վայելել այս ճգնաղ բնությունը ու գալ նաև թատրոն։ Իհարկե, տեսեք, դուք ասում եք ամառվա ամիսներին, ես հակված եմ, որ տարվա յուրաքանչյուր ամիս Կապանը հրաշալի է։ Համեցեք, եկեք, անկախ նրանից թե ինչ նպատակով կգաք, Կապանը միշտ սպասում է։ Մենք կապանցիներս հիմնականում չենք հրավիրում, մենք սպասում ենք։ Մենք հյուրընկալում ենք, սպասում ենք, սա մի քիչ այլ քաղաք է, բարի քաղաք է, սա խաղաղ քաղաք է։
Եվ սա հրաշալի քաղաք է, սա հեքիաթային քաղաք է, համեցեք միշտ սիրով։ Շնորհակալություն, եւ այդ հեքիաթը անպայման պետք է գալ, տեսնել, այդ հեքիաթը պետք է վայելել եւ դարձյալ վերադառնալու ցանկությամբ, որովհետեւ անհնար է Կապանը պարզապես չսիրել ու նաեւ անպայման գալ թատրոն, քանի որ այստեղ իսկապես հետաքրքիր է։ Հիշեցնեմ, որ այսօր Հայաց Երևանից հաղորդաշարում իմ զրուցակիցն էր Կապանի դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը, ես Վահագն Զաքարյանը, հանդիպելու ենք հաջորդ չորեքշաբթի վանաձայնի եթերում։ Հաջողություն։ Առավոտյան ակլորի կանչով խաղաղ արևի շնչով պայուսակներն ուսերին առած դպրոց զանգի ղողանջով և լսվեցին զանգերը խիստ վառարևը խամրեց և մանկական հոգիներու տագնապ ազդարարվեց պատերազմ 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 մանկությունս կիսատ մնաց կիսաքանդ շենքերի բակում կիսահարկ ապաստարան անավարտ երազներու մահվան հավար հավաքվածներ հերթով իրար են թաղում դել չկան շատ մանուկներ դուք պատերազմ էիք խաղում պատերազմ 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 արդեն անցել են տարիներ սարքվել փլատակ շենքեր բայց մեր հոգու դպրոցը դեռ կրակ է ու մահեր մանուկները չգիտեն որ մենք դպրոց չհասան նրանք այնտեղ են խաղում որտեղ իրար էինք թաղում պատերազմ դու չզողիր գնալ դպրոց պատերազմ դենվիրիչ ինձ օրորոց
Thank